Ողջույն, ես բժիշկ Տիգրան Գրիգորյանն եմ։ Այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել մանուալ մոբիլիզացիա ողնաշարի պարոնցային հատվածում։ Ասեմ, որ նախապես, որ պացիենտը ունեցել է տարատեսակ պատերազմական եւ այլ տրավմաներ, ասեմ ձեզ, որ բավականին դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխություններ այստեղ արդեն առկա են վաղուց եւ շատ զգուշորեն է պետք աշխատել նման դեպքերում մանավանդ պարոնցի հատվածով։ Չլինել պրոֆեսիոնալ, չունենալ աշխատանքի ամբողջական պատկերացում եւ գործիքակազմ եւ իրականացնել մանուալ մոբիլիզացիա խիստ եւ խստագույնս արգելվում է։ Դրա համար ուզում եմ զգուշացնել, մանուալ թերապիան դա բժշկական մասնագիտացում է եւ այն պետք է իրականացնի բժիշկ մասնագետը արձինատուրայում մանուալ թերապևտի կրթություն եւ դիպլոմավորում ստացած։ Որովհետեւ պարոնցային հատվածը բավականին բարդ է իր կառուցվածքով, թե նյարդաբանական, թե անոթային, թե ողնաշարի հոդավորումների հատվածով եւ թե ամբողջական ծանրաբեռնվածության եւ շարժունակության իր լայն սպեկտրով։ Եվ այսպես հարգելիներս, արդեն այստեղ իրականացվել է կինեզիոթերապիա այսօր, իրականացվել է գործիքային ֆիզիոթերապևտիկ միջամտությունների շարք, մկանները նախապես փափկեցված են, որպեսզի բժիշկ մասնագետները, որոնք կնայեն, չասեն ինչի նախապես մկանները չեք փափկեցնում։ Մկանների ֆունկցիոնալությունը բավականին աշխուժ վիճակում է, լավ վիճակում է, այնպես որ մնացել է կատարել մոբիլիզացիոն ծրագիրը։ Թույլ դնում ենք գլուխը, սկսում ենք օքսիպիտալ հատվածի խորանիստ մկանների ճոճքով սեղմում, գլխուղեղի արյան շրջանառությունը պարանոց ծոծորակային միացման հատվածում լավացնելու համար։ Առանց ծոծորակային մկանախմբերը տարատեսակ սեղմման մանիպուլյացիաներ իրականացնելու չի կարելի իրականացնել մանուալ թերապիայի մոբիլիզացիա։ Թույլ եք թողում։ Լավ է։ Հիանալի։ Մեզ մոտ աշխատանքը ստացվեց բավականին փափուկ եւ էֆեկտիվ։ Հիմա ստուգում ենք շարժման անկյունը, կարելի է ասել, որ շարժման ամպլիտուդը ամբողջությամբ վերականգնված է, այսքանը։